Ապօրինի թմրամիջոցների շրջանառությունը ոչ միայն չի նվազում, այլև տարեցտարի դառնում է ավելի բազմազան ու վտանգավոր։ Եթե անցյալում գերակշռում էին բուսական ծագման թմրամիջոցները, կանեփը, ափիոնը, ապա այսօր հայկական իրավապահ համակարգը բախվում է նոր վտանգի։ Սինթետիկ եւ կիսասինթետիկ թմրամիջոցները ավելի արագ են ներթափանցում շուկա, ներգրավում ավելի երիտասարդ սպառողների, իսկ նրանց քողարկման մեթոդները դառնում են գրեթե կինոմատոգրաֆիկական։ Այդ մարտահրավերների առաջնագծում է գտնվում Փորձաքննությունների ազգային բյուրոն։ Սա Հայաստանի միակ դատափորձագիտական կառույցն է, որն ունի նյութագիտական, դատագենետիկական եւ նյութաբանական փորձաքննությունների ամբողջական լաբորատոր ներուժ։ Բայց ինչ է իրականում տեղի ունենում այս լաբորատորիաների փակ դռների ետևում։ Բյուրոյի նյութագիտական փորձաքննությունների բաժնի ներկայացուցիչները նշում են, որ թեև ամենահաճախ հանդիպող թմրամիջոցը մնում է մարիխուանան, վերջին տարիներին մեծ թվով աճել է սինթետիկ ծագման թմրամիջոցների քանակը։ 2022 թվականից բյուրոն համալրվել է նոր սարքավորումներով եւ մեթոդաբանությամբ, ինչի արդյունքում սկսել են իրականացվել դատագենետիկական փորձաքննություններ։ Թերևս 2022 թվականին իրականացված համալրումների արդյունքում ձեռք բերելով անհրաժեշտ արտադրական սարքավորումային համալիրներ եւ ներդնելով հետազոտության ժամանակակից նոր մեթոդներ, փորձաքննությունների ազգային բյուրոյում սկսվեց իրականացվել դատական փորձաքննությունների կարևոր տեսակներից մեկը դատագենետիկական փորձաքննությունը կենսաբանական բոլոր տեսակի նմուշներով, այդ թվում թուկ, արյուն, սերմնահեղուկ, փափուկ հյուսվածքներ, պինդ հյուսվածքներ ներդրվել են անջատման տեսանկյունից խնդրահարույց նմուշներից ԴՆԹ անջատման գիտականորեն հիմնավորված նոր մեթոդներ։ Հատկանշական է, որ ներկայումս բավականին աճել է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերով նշանակվող փորձաքննությունների թիվը։ Կատարված փորձաքննությունների արդյունքում հետապնդվող անձանցից կամ տրանսպորտային միջոցից դուրս նետված կամ իրացման նպատակով ինչ-որ վայրում տեղադրված փաթեթների տարբեր շերտերից հնարավոր է ստանալ ԴՆԹ բնութագրեր, որոնք հետագայում համեմատվում են արդեն կասկածյալ անձանց ԴՆԹ բնութագրերի հետ եւ այսպիսով նպաստում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի լիարժեք բացահայտմանը, ինչպես նաև դրանց հետ առնչություն ունեցող շրջանակների լիարժեք պարզմանը։ Եթե նախկինում թմրամիջոցների առևտուրը կատարվում էր փողոցներում կամ փակ սենյակներում, ապա մեր օրերում այն տեղափոխվել է թվային դաշտ։ Telegram, WhatsApp եւ Signal հարթակները դարձել են թմրաբիզնեսի հիմնական գործիքակազմը։ Համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնի ղեկավար Աշոտ Ադամյանը վերջերս է վերադարձել Բուդապեշտից, որտեղ մասնակցում էր Միջազգային իրավապահ ակադեմիայի կազմակերպված կիբերդարք վեբի եւ վիրտուալ արժույթի հետաքննություն թեմայով միջազգային վերապատրաստման դասընթացին։ Իր խոսքով, երբեմն անգամ մեկ լուսանկարի մետատվյալները կարող են օգնել բացահայտել թմրաշրջանառության ողջ շղթան։ Մենք զբաղվում ենք քրեական վարույթ իրականացնող մարմինների կողմից նշանակվող համակարգչատեխնիկական փորձաքննություններով, որոնց շրջանակներում իրականացնում ենք համակարգիչների, բջջային հեռախոսների, սմարթֆոնների, պլանշետների եւ այլ համակարգչային սարքավորումների ծածկագրերի հայտնաբերում եւ շրջանցում, ինչպես նաեւ դրանցում տեղակայված հաղորդակցության համար նախատեսված հավելվածների, ինչպիսիք են Telegram, WhatsApp եւ Signal բջջային հավելվածները, այսինքն մեր մոտ կիրառվող հատուկ փորձագիտական ապարատածրագրային միջոցներով հնարավոր ենք դարձնում տվյալ սարքավորումների եւ դրանցում տեղակայված հավելվածների ապաբլոկավորումը, ծածկագրերի բացումը, որից հետո արդեն իրականացում է դրանում առկա տեղեկատվության, այդ թվում հաղորդագրությունների, լուսանկարների, տեսանյութերի, ձայնային հաղորդագրությունների վերլուծություն, վերցանում, ինչպես նաև վերականգնում։ Բացի դրանից
Փորձագիտական նշված մեթոդներով կատարում ենք նաև բջջային հեռախոսներից ու այլ սարքավորումներից նաև ջնջված տեղեկատվության վերականգնում, մետատվյալների վերլուծություն։ Թմրաբիզնեսի ժամանակակից գործիքակազմը ներառում է ոչ միայն գաղտնագրված հաղորդագրություններ, այլև կրիպտոարժույթներով անանուն գործարքներ։ Ներկայումս թվային հարթակներում թմրանյութերի ապօրինի շրջանառության ամենատարածված մեթոդներից մեկը այսպես կոչված dead drop մեթոդն է։ Վաճառողների թմրանյութերը թաքցնելով ինչ-որ վայրերում, այնուհետև գնորդից գումարը ստանալուց հետո դրանց տեղակայման վայրի լուսանկարները ուղարկում են գնորդին։ Բաժինը օժանդակում է քննիչներին եւ օպերատիվ ստորաբաժանումներին, ապահովում ենք այն ապացույցները, որոնց միջոցով հնարավոր է դառնում ոչ միայն բացահայտել կոնկրետ հանցագործության դեպքը, այլ նաեւ կանխել դրա հետագա տարածումը։ Պահպանման խիստ ռեժիմ բյուրոյի ներսում թմրամիջոցների հետ կապված յուրաքանչյուր օբյեկտ պահվում է բացառապես փորձագետի հսկողության տակ։ Նույնիսկ կարճ բացակայության դեպքում նմուշները տեղափոխվում են փակ պահարաններ։ Ամեն մանրուք հսկվում է, քանի որ ցանկացած կորուստ կարող է ոչ միայն վարկաբեկել աշխատանքը, այլև հանգեցնել քրեական պատասխանատվության։ Global Sparnalik հասարակության համար վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2020 թվականին աշխարհում շուրջ 280 միլիոն մարդ օգտագործել է թմրամիջոցներ։ Դա յուրաքանչյուր 18-րդ մեծահասակն է։ Դե պատկերացրեք, որքան են թվերն աճել մեր օրերում։ Իսկ սա արդեն ոչ միայն իրավապահների, այլև հանրային առողջության ու անվտանգության խնդիր է։ Փորձաքննությունների ազգային բյուրոն այսօր պայքարում է թմրամիջոցների դեմ միանգամից 3 ճակատում՝ քիմիական լաբորատորիաներում, ԴՆԹ հետքերի վերլուծության ժամանակ եւ թվային տարածքում։ Այս աշխատանքը մեծ մասամբ անտեսանելի է հասարակության աչքին, բայց առանց դրա անհնար կլիներ բացահայտել եւ կանխել հանցագործությունների մեծ մասը։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը շարունակում է մնալ համաշխարհային մարտահրավեր, սակայն Հայաստանի փորձագետները այսօր արդեն զինված են ժամանակակից սարքավորումներով, գիտականորեն հիմնավորված մեթոդներով եւ միջազգային փորձով, ցույց տալով, որ թմրաբիզնեսի չակերտավոր խորամանկությունները երկար կյանք չունեն։